Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, քանի այստեղ Սևանի տրասի վրա խցանման մեջ ենք, ուզում եմ ձեզ հետ մի շատ լավ ուրախ լուր կիսել։ Ուրեմն ընկերներիցս մեկը պատմեց, որ իր բարեկամի ընտանիքում մոտ 50 տարեկան կինը հղիացել է։ Իրենք էլ 3 երեխա ունեն եւ չի ուզել աբորտ անել, չի ուզել երեխայի սպանել եւ երեխային ունեցել են այդ տարիքում։ Գիտեք ինչու եմ ես սա ուրախությամբ ասում, որովհետեւ ես հիշում եմ երկար տարիներ առաջ օրինակ ԱՄՆ-ում էի, հայ ընտանիք կար, ես արձակուրդ եմ եկել Հայաստան, 3 ամիս հետո ետ վերադարձա, տեսա որ ընկերոջս կինը արդեն իրենք էլ 3 երեխա ունեն, այդ տարիքում հղիացել էր։ Ընկերոջս ասեցի, «Վա ինչ լավ է, կինը հղիացել է, բազմանում է ազգը, Աստված երեխա է տալիս», ասում է, «Ադեսուս մնա էլի, խայտարակ եղանք»։ Ինչի խայտարակ եղար, Աստված երեխա է տալիս, փառք տվեք Աստծուն, ամաչեք, երբ որ ձեր երեխային սպանում եք աբորտով։ Ու հետո երբ որ լսեցի այստեղ Հայաստանում, այստեղ էլ ոնց որ տես բան կա, մեծ տարիքում մարդիկ ամաչում են հղիանալ։ Ես այսպեսի մի պատմություն եմ լսել 44-օրյա պատերազմի ժամանակ, ուրեմն կինը հղի էր եւ տղան 18 տարեկան, 19 տարեկան էր, գնում էր պատերազմ։ Մայրը գնում է տղային հարցնում է, ասում է հղի եմ, պահեմ թե չպահեմ, պատկերացնեք մայրը տղային հարցնում 18 տարեկան, 18 տարեկան տղան ինչ պետք է ասի, ասում է ադե մամջան ամոթ այս տարիքում ինչ հղի անալ բան, ու տղային ուղարկում է պատերազմ, ինքը գնում է աբորտ անում, ու շատ մեծ ցավով եմ ասում, տղան էլ պատերազմից չի վերադառնում։ Դրան հակառակ սիրելի ժողովուրդ, այ կան սենց պատմություններ, որ մարդիկ հասկանում են, որ չի կարելի աբորտով սպանել երեխային, դա ահա որ ծանր մեղք կա։ Խնդրում եմ ձեզ, կիսեք այս ուրախ ձայնագրությունը, ուրախ լուրը ձեր ընկերների հետ, որպեսզի մեր ազգի զավակների մեջ գիտակցություն առաջանա, որ չի կարելի աբորտով երեխաներին սպանել եւ մարդիկ ծնեն իրենց երեխաներին, որովհետեւ ամեն երեխա ժառանգություն է Աստծուց։ Եվ այդ ժառանգությունը պետք է ընդունել ուրախությամբ, պետք է ընդունել գոհաբանությամբ, որովհետև դու չես իմանում, թե Աստված քեզ ինչ երեխա է տալիս։ Կարող է Աստված քեզ մի հատ Գրիգոր Լուսավորիչ է տալիս, կարող է քեզ մի հատ Արամ Խաչատրյան է տալիս, կարող է Աստված քեզ մի հատ Մարշալ Բաղրամյան է տալիս, կամ Վարդան Մամիկոնյան է տալիս այս ազգի համար։ Այնպես որ խնդրում եմ ձեզ, մի սպանեք աբորտով ձեր երեխաներին։ Ես շատ եմ հաճախ խոսում կանանց հետ, ովքեր աբորտ են արել, դուք չեք պատկերացնի, երբ որ իրենք հասկանում են, թե ինչ ծանր մեղք են գործել, ոնց են իրենք արցունքներով զղջում դրա համար, այնպես որ փառք Աստուծո ամեն ինչի համար, փառք Աստուծո ամեն մի երեխայի համար, որ ծնվում է մեր ընտանիքներում։ Նրանից ինքը Բաղրամյան կծնվի, թե Խաչատրյան կծնվի։ Այո։ Ամեն մի հղիություն Աստծո շնորհը, եւ եթե դու հղիությունը ընդհատում ես, դու Աստծո շնորհը արհամարում ես։ Ժամանակ շնորհը կարա վերցվի նաև այլ երևույթներից, քո վրայից, եւ դու կարող ես դրա մնաս առանց Աստծո օրհնության։ Այդ շատ լավ միտք է, եթե ամեն մի հղիությունը Աստուծո օրհնություն է եւ շնորհ, եւ պարգև, եթե դու քո հղիությունը ընդհատում ես, դու արհամարում ես Աստծո տված շնորհը, դրանից հետո դու կարաս Աստծուց էլի լավ բան սպասես։ Այո, դրանից հետո ինչ երեսով պետք է գնաս Աստծուց ինչ-որ այլ բան խնդրես։ Այո։ Նյութական ինչ-որ բարիքներ կան այլն։ Եվ հետո հիշենք, որ կան բազմաթիվ ընտանիքներ, իսկ Հայաստանում մինչև 20-25%-ը բոլոր ամուսնացած զույգերի երեխա չեն ունենում, 20-25% երեխա չունեն։ Մինչև։ Ինչ իմանաս, ինչ պատճառով։ Գոնե պետք է մտածեն, հա։ Եվ այդ ընտանիքներում ինչքան փափագով տարիներին բուժվում են, որպեսզի հղիանան եւ այլն, եւ այս է մեր դեպքում ասենք Աստված տվել է դա, մարդը արհամարում է, անտեսում է եւ ընդհատում է։ Ինչ նկատառումներից ելնելով։ Իսկ երեխան եթե գալիս է, իր հետ ամեն ինչ էլ բերում է։ Ամեն օրհնություն, այո։ Ամեն օրհնություն էլ բերում է, չկա տես բան, որ երեխան ծնվի ու ինքը սոցիալապես չկարողանա այդ երեխային պահի։ Այո։ Որն էլ ուզում է երկրորդը, երրորդը, չորրորդը, ուրեմն Աստված է պահում երեխային։ Այո։ Աստված տալիս է նաև ծնողներին հնարավորություն, ավելի լայն հնարավորություն, որ այդ երեխային էլ ինքը կարողանա պահի մեծացնել։
հասնի Այո։ եւ Կանք ասում այդ պարգևի համար գնահատենք եւ մենք մեր ձեռքով մեր երեխաներին չսպանենք։ Ժողովուրդ ջան, մի արհամարեք Աստծո տված։ Հա, ծանրագույն մեղքի տակ մի ընկեք։ Ձեր երեխեքին մի սպանեք։ Նույնիսկ եթե դուք Աստծո նկատմամբ երկյուղ չունեք, դուք մի օր այդ երեխեքին հանդիպելու եք։ Տատիկներ, եթե ձեր հարսերին դրթել եք աբորտի, դուք հանդիպելու եք, իրանք ոնց եք նայելու իրանց աչքերին։ Մամաներ, պապաներ, դուք ոնց եք երկնքում նայելու այդ երեխեքի աչքերին։ Այդ հանդիպումից չեք խուսափելու։ Խնդրում եմ ձեզ, մի արհամարեք Աստուծո շնորհը, մի արհամարեք Աստուծո պարգևը, ծանրագույն մեղքի տակ մի ընկեք, այսօր կարողա չեք հասկանում, վաղն եք հասկանալու, ոչ մի բանով չեք կարողանալու դա հետ բերել, այլ միայն արցունքով, տառապանքով ու զղջալով եք այդ ամեն ինչը փորձելու մաքրել ու քավել, այլ ընդունեք Աստուծո շնորհը, որովհետև դրանից գալու է լիքը լավ բաներ։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, Աստված օգնական ու պահապան ու բարի երեկո բոլորիդ Քրիստոսով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին փառք, պատիվ եւ իշխանություն, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։